Ռոզա Դավթյանի հարսանյաց հանդիսության գեղեցիկ պահերից մեկն անպայման սկեսրոջ կողմից իրականացվող ավանդական արարողությունն էր, որն առանձնահատուկ ջերմություն և հայկական շունչ հաղորդեց տոնին։ Հենց եկեղեցական օրհնությունից հետո, երբ նորապսակները դուրս եկան տիրոջ օրհնությամբ լցված, սկեսուրը լայն ժպիտով և մայրական սիրով ձեռքին մաքուր հայկական լավաշներ մոտեցավ երիտասարդ զույգին։ Հայկական դարավոր ավանդույթների համաձայն լավաշները խորհրդանշում են բարգավաճություն, առատություն և երջանկություն։ Սկեսուրը հատուկ խնամքով ու հուզմունքով դրեց լավաշները հարսի և որդու ուսերին, մաղթելով նրանց անսպառ բարիք, ապահով կյանք ու օրհնություն։ Լավաշի ծանրությունը միաժամանակ խորհրդանշում է նաև ընտանեկան կյանքի պատասխանատվությունը, որը նրանք կկրեն միասին, սեր և համբերություն ունենալով։ Բացի այդ, սկեսուրը քաղցրավենիքներ բաժանեց զույգին, և ներկաներին քաղցրավենիքները նույնպես իրենց խորիմաստ նշանակությունն ունեն քաղցր կյանք, երջանկություն ու անսահման ուրախություն մաղթելու համար։ Նորապսակների գլխավերևում շաղ տրվեց կոնֆետներ, որոնք բերքառատության, բեղմնավորության և բազմանդամ ընտանիքի համար են։ Հատուկ ուշադրության էր արժանացել, որ ամբողջ այս արարողակարգը կատարվեր ոչ միայն ավանդական, այլ նաև ժամանակակից լուծումներով համեմված։ Երաժշտությունն ընդգծում էր այս պահի հանդիսավորությունը ժամանակակից և ժողովրդական մեղեդիների նուրբ համադրությամբ։ Դեկորացիաները, լուսավորությունը, նորաձև դիզայնով ավանդական տարրերի միաձուլումը ստեղծել էին յուրօրինակ, շքեղ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ներկա զգում էր հայկական ընտանեկան ջերմության իսկական շունչը։ Այս գեղեցիկ պահը ոչ միայն հուզիչ էր, այլ նաև խորհրդանշական, միավորելով դարերի խորքից եկած սրբազան ավանդույթները նոր ժամանակների նրբագեղության հետ։ Այն փաստում էր, որ նույնիսկ ամենաժամանակակից հարսանիքներում հայկական ազգային ավանդույթները միշտ էլ ունեն իրենց արժանի տեղն ու նշանակությունը, փոխանցելով սերնդեսերունդ ընտանեկան արժեքներն ու հոգևոր ժառանգությունը։ Ռոզա Դավթյանն իր ժպտացող աչքերով, երջանկությունից փայլող դեմքով և սիրելիի կողքին կանգնած կարծես կենդանի մարմնավորում էր այդ ամբողջ գեղեցկության, իր և իր ընտանեկան երջանկության նորագոյացող պատմության։ Հյուրերը Ռոզայի ընտանիքի անդամներն են, մտերիմ ընկերները, գործընկերներն ու հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքեր արդեն ժամանում են ուրախ տրամադրությամբ ոգևորված սպասելով նորապսակների մուտքին։ Prime Hall-ը մեծ սրահ է, լցված երաժշտությամբ, ծիծաղով և սրտանց մաղթանքներով, իսկ յուրաքանչյուր անկյուն արտացոլում է այն սերը և ջերմությունը, որ այսօր համախմբել է բոլորին այս տոնի շուրջ։ Ռոզան իր հիասքանչ սպիտակ զգեստով, ծաղկե փնջով, շքեղ ու նուրբ դիմահարդարմամբ կարծես քայլում է հեքիաթային արահետով, յուրաքանչյուր քայլով փայլելով ավելի շատ։ Նրա կողքին վստահ ու հպարտ քայլում է նրա ընտրյալը, աչքերում անկեղծ երջանկություն ու սեր։ Նրանց մուտքը սրահ ուղեկցվում է ծափահարություններով, հուզմունքով, լեցուն հայացքներով ու տոնական երաժշտությամբ։ Հարսանեկան հանդիսության ընթացքում նախատեսված են բազմաթիվ հաճելի անակնկալներ, հատուկ մշակված երաժշտական ելույթներ, զգացմունքային կենացներ։ Առաջին պարը, որը կդառնա երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը և իհարկե տպավորիչ հարսանեկան տորթի հանդիսավոր կտրվածքը։ Այս հարսանիքը խոստանում է լինել ոչ միայն շքեղ ու ճաշակով, այլև անմոռանալի իր մթնոլորտով լի անկեղծ հույզերով, ջերմությամբ ու սիրով, և այսօր այս գեղեցիկ օրն ու երեկոն կդառնան այն հիշողությունը, որ Ռոզան ու նրա սիրելին կհիշեն ամբողջ կյանքում որպես իրենց նոր կյանքի ամենագեղեցիկ սկիզբ։